Հարսնաձորի լեգենդը սերիալի նկարահանումները շարունակվում են և սյուժեն մտնում է ամենալարված ու դիտարժան փուլերից մեկը։ Ամեն նոր սերիա ոչ միայն առաջ է տանում պատմությունը, այլ նաև փոխում է հերոսների միջև հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը։ Այնինչ տարիներ շարունակ թաքցվել էր, սկսում է դուրս գալ ջրի երես, վտանգելով բոլորի կյանքը։ Լալայի ու Աբոյի հանդիպումը դառնում է սերիալի ամենաբեկումնային պահերից մեկը։ Լալան վերջապես բարձրաձայնում է այն ճշմարտությունը, որը տարիներ շարունակ ծանրացել էր իր վրա. Աշոտին սպանել է Սաքոն, իր հարազատ եղբայրը։ Աբոյի համար սա ոչ միայն շոկային բացահայտում է, այլ ամբողջ անցյալի վերագնահատում։ Նա տարիներ շարունակ ապրել է անտեղյակ, հավատալով, որ Աշոտը պարզապես անհետացել է։ Այժմ նա հարցնում է Աշոտի գտնվելի վայրը, հույս ունենալով գոնե ճշմարտությունն իմանալու մինչև վերջ։ Աբոն հասկանում է, որ ճշմարտությունը բացահայտելը կարող է վտանգել անմեղ մարդկանց կյանքը։ Նրա ամենամեծ վախը Սոնան է, իր դուստրը, որն այս պահին Վռամի կողքին է և հանուն սիրո հեռացել է ընտանիքից։ Աբոն խնդրում է Լալային սպասել, չշտապել գործողությունների, որովհետև ցանկացած քայլ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Սոնան ընտրել է Վռամին անգամ սեփական ընտանիքի հետ հարաբերությունների հաշվին։ Վռամն արդեն քայլում է, իսկ Սոնան մշտապես նրա կողքին է որպես հենարան և ուժ։ Նրանց հարաբերությունները դառնում են սերիալի ամենահուզիչ գծերից մեկը, ապացուցելով, որ սերը կարող է հաղթել ամենախորը թշնամանքը։ Սաքոն զգալով, որ ճշմարտությունը մոտ է բացահայտմանը, սկսում է ավելի ակտիվ օգտագործել Սոնայի ներկայությունը։ Նա փորձում է ամրապնդել իր դիրքը և միաժամանակ վրեժ լուծել Աբոյից նրա ամենաթույլ կետով։ Սաքոյի կերպարը գնալով դառնում է ավելի վտանգավոր։ Նա պատրաստ է զոհաբերել նույնիսկ անմեղներին, միայն թե գաղտնիքները չբացահայտվեն։ Ամենաողբերգական պահերից մեկն այն է, որ Հայկը դեռ ոչինչ չգիտի։ Աբոն գիտակցաբար լռում է, փորձելով պաշտպանել ոչ միայն Սոնային, այլ նաև Հայկին, հասկանալով, որ ճշմարտությունը կարող է կործանել նրան։ Բայց հարցը մնում է բաց. որքան կարելի է լռել, երբ ճշմարտությունը մոտ է պայթելու։ Առջևում ծանր խոսակցություններ են, ճակատագրական որոշումներ, ընտանիքների բախումներ, ճշմարտությունն անխուսափելի է և այն շատ շուտով բացահայտվելու է։ Հարսնաձորի լեգենդը մտնում է իր ամենաուժեղ փուլերից մեկը, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է փոխել ամեն ինչ։ Մի բան հստակ է, ամենահետաքրքիր ու դիտարժան սերիաները դեռ առջևում են։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու։ Միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակն ու եղեք տեղեկացված։ Նարէն ամենտեղ փնտրում էր հորաքրոջը, բնականաբար այս անգամ ևս Արմոն նրան հետևում էր, բայց բարեբախտաբար հորաքույրը հյուրանոցի իր համարում չէր և Նարէն չկարողացավ հանդիպել նրա հետ։ Բնականաբար, եթե Արմոն իմանա տեղեկատվությունը, ապա դա ևս օգտագործելու է Նարէի ու իր ընտանիքի դեմ, նրա ձեռքին ունենալու է ևս մեկ խաղաքարդ և այն օգտագործելու հնարավորություն է ստանալու։ Նարէն չկարողացավ խոսել հորաքրոջ Լալայի հետ և բնականաբար հեռացավ հյուրանոցից։ Իսկ հորաքույրն հենց այդ պահին հանդիպում էր Աբոյի հետ, ում համար բացահայտեց ճշմարտությունը։ Նա շատ լավ տեղյակ է, որ Աբոն ամեն ինչից տեղյակ է և Աբոն խոստանում է Լալային, որ կօգնի իր երեխային հետ վերադարձնել։ Չնայած այն բանին, որ Աբոն ամեն ինչից տեղեկացված էր, բայց նրան հետաքրքրում էր մեկ հարց. որտեղ է այսքան տարիներ Աշոտը և ինչու միասին չեն, երբ որ միասին հեռացել են։ Բնականաբար Լալան նրան բացահայտում է ճշմարտությունը, որ 20 տարի առաջ, ներողություն 10 տարի առաջ, Աբոն, ով ամեն ինչից տեղյակ էր, պետք է իմանար նաև, որ Աշոտն ու Լալան միասին չեն հեռացել, այլ Աշոտին Սաքոն սպանել է ու թաղել անտառում։ Իհարկե, սա մեծ հարված էր Աբոյին, ով կարծեք թե ամեն ինչից տեղյակ է։ Հեռուստադիտողների մի մասը ենթադրում էր, որ Աբոն շտապելու է Հայկի մոտ ու բացելու է ճշմարտության դուռը, բայց այդպես չեղավ։
Աբոն շատ լավ հասկանում է, որ առաջին հարվածը ստանալու է հենց իր դուստրը, այդ պատճառով նա որոշում է լռել ու գործել գաղտնի, որպեսզի այս անգամ էլ անմեղ զոհեր չլինեն։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է, ինչպես կստացվի, երբ Հայկն իմանա ողջ ճշմարտությունը, ինչ կանեն Հայկն ու Նարեն, եթե Հայկն իմանա, որ Նարեն այսքան ժամանակ իմացել ու թաքցրել է, չէ որ նա ամբողջ կյանքում չի ներում իրեն, որ Սաքոյի դուռն է գնացել իր պապն ու ծնկաչոք ներողություն խնդրել։ Բնականաբար այս ամենն իմանալուց հետո, իմանալուց, որ իր մանկությունը խեղվել է հենց Նարեի հոր պատճառով, հնարավոր է նրանց ճանապարհները բոլորովին այլ ուղղությամբ գնան, բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։